Տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տիկնայք և պարոնայք, Հանրապետության տոնի արդին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով մի շարք անձինք պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով, շնորհվել են բարձրագույն զինվորական կոչումներ, դասային և դիվանագիտական աստիճաններ։ Առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Թորգոմի Ավանեսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։ Կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար գործարար Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Վարուժան Սալաթյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Բորիսի Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Գեղամ Մերուժանի Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում։ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Ֆրունզիկի Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Սամվելի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Ռոլանդի Առաքելյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի բարձրագույն դասային աստիճաններ են շնորհվել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Արթուշի Նահապետյանին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Արսենի Արսենյանին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի Ավետիսյանին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մասակի Գևորգյանին։ Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի երկարամյա արդյունավետ գործունեության համար
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Ասպետի-Բրուկյանը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Գևորգի Սարգսյանը։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Բաչագանի Պողոսյանը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության գվարդիայի հրամանատար ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Հարությունի Բաբայանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Վիգեն Էդուարդի Բաբայանը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշարման Վասիլի Աղաջանյանը։ Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ մայոր Աշոտ Դավիթի Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության սպա լեյտենանտ Արման Մկրտիչի Մկրտչյանը։
Հանրապետական պահպանության ծառայության կրծեք տեսուչ ենթասպա Արման Արմենի Մարտիրոսյանը։ Մխիթար գորշի մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Կարենի Դադունցը։ Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննիչական գլխավոր վարչության պետ Արման Բրուդի Ասլանյանը։ Առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա արգասաբեր գործունեության համար Մխիթար հերացու մեդալով պարգևատրվել են Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության դպրոցի ղեկավար Տրիփսիմե Վալերիկի Ապրեսյանը։ Պանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Մհեր Դավիթի Կոստանյանը։ Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Արամայիսի Հայրունյանը։ Նոր Գումարաշ բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հուսիկի Հեբոյանը։ Ակադեմիկոս Ագալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Միհրան Կոնստանտինի Նազարեթյանը։ Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արայիկ Անդրանիկի Ոսկանյանը։
կատարած նշանակալի ծառայությունների, տնտեսության զարգացման, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների եւ երկարամյա արգասաբեր գործունեության համար Անանյա շիրակացու մեդալով պարգևատրվել է։ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Սամվելի Գրիգորյանը։ Գործարար, բարերար, Վազգեն Սիմոնի Գևորգյանը։ Գործարար, Բիլի կաթնամթերքի արտադրական ձեռնարկության հիմնադիր Վարդան Մարտիրոսի Գրքիկյանը։ Գործարար, կոմպլեքս հիպերմոլ բազմաֆունկցիոնալ առևտրային կենտրոնի հիմնադիր Նորայր Զուրայրի Մարտիրոսյանը։ Գործարար, բարերար, Վարդգես Լեմբրուժի Վարդանյանը։ Երաժշտագիտության մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Հրանտի Անանյանը։ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանը։ Մշակութային և հասարակական գործիչ Կարեն Հրաչկի Խրտուբյանը։ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Մնժիկի Ներսիսյանը։ Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արա Վահանի Վարդանյանը։
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Մայիսի 28-ը մեր ժողովրդի նորագույն պատմության այն առանցքային հանգրվանն է, երբ հակառակ ժամանակի ծանրագույն փորձությունների հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը եւ աշխարհին վերահաստատել ազատ ու անկախ ապրելու իր կամքը։ Առաջին հանրապետությունը ոչ միայն պատմական իրադարձություն էր, այլև ազգային արժանապատվության, պատասխանատվության եւ ապագայի հանդեպ հավատքի կարևորագույն դրսեւորում։ Այսօրը մեզ համար նաեւ առիթ է արժևորելու այն մարդկանց աշխատանքը ու նվիրումը, որոնց ամենօրյա ջանքերով ամրապնդվում է մեր պետությունը, զարգանում է հանրային կյանքը, ձևավորվում է վաղվա Հայաստանի հիմքը։ Պետական բարձր պարգևը նախևառաջ գնահատական է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մասնագիտական ճանապարհը կապել են հանրային ծառայության, ստեղծարար աշխատանքի, գիտելիքի, մարդկային հոգատարության եւ հայրենանվեր գործունեության հետ։ Ձեր ձեռքբերումները միայն անձնական հաջողություններ չեն։ Դրանք նաեւ մեր պետության ընդհանուր առաջընթացի եւ հասարակական կայացման կարևորագույն բաղադրիչ են։ Այսօր Հայաստանը կանգնած է պատասխանատու վճռորոշ փուլում։ Մեր պետության ամրությունը կախված է ոչ միայն ինստիտուտներից կամ կառավարման համակարգերից, այլև առաջին հերթին մարդկանցից, իրենց գործին հավատացող, պատասխանատվություն կրող, ազնիվ ու հետևողական քաղաքացիներից։ Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ է հնարավոր հաղթահարել դժվարությունները, պահպանել պետականության հիմքերը եւ վստահությամբ նայել ապագային։ Յուրաքանչյուր ոլորտ, որտեղ դուք գործունեություն եք ծավալում, գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, տնտեսություն, բանակ, պետական կառավարում կամ հանրային կյանքի այլ ուղղություններ, ունի իր կարևոր դերը երկրի զարգացման եւ հասարակության բարության ապահովման գործում։ Ձեր աշխատանքը ձևավորում է այն միջավայրը, որտեղ պետությունը դառնում է ավելի կայուն, ավելի մրցունակ եւ ավելի մարդակենտրոն։ Վստահ եմ, որ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն շարունակելու նույն նվիրվածությամբ ծառայել մեր հանրությանն ու պետությանը։ Շնորհավորում եմ ձեզ։ Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ստեղծագործ ուժ եւ նոր հաջողություններ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի։